Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 17-րդ նիստը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը նախ ճեպազրույց ունեցան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ։ Թմրանյութերը բարձրաձայն եմ ևս մեկ անգամ, դա հանցագործությունը ապագայի նկատմամբ, դա հանցագործությունը մեր երեխաների նկատմամբ, մեր գենեֆոնդի նկատմամբ և համագործակցել այս հարցում բոլոր կառույցների հետ և բոլոր հնարավոր տարբերակներով։ Իսկ այս կառույցը միջազգային կառույց է և մեր տարածաշրջանի հետ կապված ուղղակի համագործակցությունը առանց այս համագործակցության ես չեմ կարծում, որ դրական արդյունքներ կլինեն։ Բարձր գնահատելով Հայաստանի իրավապահների գործունեությունը թմրասպառնալիքների դեմ միջազգային պայքարում, Վիկտոր Իվանովը նշեց. Խոսելով Հայաստանի հետ համագործակցության մասին, կցանկանայի շնորհակալություն հայտնել գործընկերոջս գեներալ Գասպարյանին սերտ ու կառուցողական փոխգործակցության համար։ Բերեմ ընդամենը մեկ, բայց խիստ հատկանշական օրինակ։ Մենք համատեղ միջոցառումներ իրականացրինք Ռուսաստանի քաղաքացի Կուդրյավցևի հանցավոր խմբակցության վնասազերծման ուղղությամբ։ Նա ներկայումս փախուստի մեջ է, սակայն կալանավորված են հանցակիցները Ռուսաստանում և Հայաստանում։ Հանցավոր գործունեությունը կասեցված է և բավական է միայն ասել, որ այդ թմրաբանդան պատրաստել էր, պատկերացրեք, 86 միլիարդ ռուբլու թմրամիջոցներ։ Նիստին մասնակցում էին Բելարուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, Ղրղստանի Հանրապետության կառավարության առընթեր թմրամիջոցների վերահսկողության պետական ծառայության, Տաջիկստանի Հանրապետության նախագահային առընթեր թմրամիջոցների վերահսկողության գործակալության, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու թմրասպառնալիքների դեմ պայքարի ոլորտում ընդհանուր առմամբ մեծ վտանգ են ներկայացնում այսպես կոչված դիզայներական թմրանյութերը, կամ ինչպես դրանք հաճախ կոչվում են, սփայսները։ Որպես թմրամիջոց անճանաչելի լինելով, սփայսները սկսեցին տարածվել տարբեր անվանումներով ու բավական երկար ժամանակ իրավապահ մարմինների տեսադաշտից ու հսկողությունից դուրս էին։ Արդյունքում մենք այսօր ունենք մի հիմնախնդիր, որի հաղթահարումը բացի օպերատիվ ու քննչական ծառայությունների ջանքերից, նաև ունիվերսալ օրենսդրական լուծում է պահանջում։ Շեշտը հատկապես պետք է դնել կազմակերպչական, իրավական ու գործնական բնույթի կոլեկտիվ միջոցների մշակման և իրականացման վրա։ Համոզված եմ, որ այսօրվա նիստը զգալի ներդրում կունենա թմրահանցավորության դեմ պայքարի ընդհանուր գործում, ինչպես և նոր լիցք կհաղորդի ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների համագործակցությանը։ Այնուհետև ելույթ ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը։ Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ոստիկանության ղեկավարությանը համակարգող խորհրդի ստեղծման հոբելյանական 10-րդ տարում անցկացվող 17-րդ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Բոլոր ներկաների համատեղ աշխատանքի շնորհիվ վերջին 10 տարում ձևավորվել է ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովման նոր հակաթմրամիջոցային վեկտոր, որով մշակվել է անվտանգության միջոցառումների մի ամբողջական համակարգ։ Նիստի օրակարգում ներառված էին թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման և համակարգող խորհրդի գործառութային ոլորտի մի շարք խնդիրներ։ Օրակարգային հարցերի վերաբերյալ պատասխանատուների զեկույցներից և առարկայական ու շահագրգիռ քննարկումից հետո ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթերը, ինչին հաջորդեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում լավագույն արդյունքներ արձանագրած իրավապահների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Նիստի ավարտից հետո Վլադիմիր Գասպարյանն ու Վիկտոր Իվանովը սպառիչ պատասխաններ տվեցին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։
Հասարակություն ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ոստիկանությունում հոկտեմբերի 16-ից սկսած ամեն ուրբաթ գործելու է ուղիղ կապ, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները։ Հոկտեմբերի 16-ին ուղիղ կապի հյուրն է լինելու ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանը, ում կարող եք հարցեր ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում իրավախախտումների, ինչպես եւ հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ հետաքննություն կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելու, դիմում բողոքներն օրենքով սահմանված կարգով չգրանցելու, դիմումներին պատշաճ ընթացք չտալու, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելու վերաբերյալ։ Կարող եք զանգահարել ժամը 14:30-ից մինչև 16:30 59 60 54 հեռախոսահամարով։